Սիրելիներս, նախ շնորհակալություն կուզեմ հայտնել, որ այսօր մենք մասնակից ենք այս գեղեցիկ միջոցառում քննարկմանը։ Թերևս եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն միակ հոգևոր հաստատություններից է կամ կայացած կառույցներից, որ 2000 եւ ավել տարիներ արդեն գովերգում է կնոջ կարևորությունը եւ մեծությունը։ Մեզ համար կինը առաջին հերթին այն մայրն է, որ կյանք է տալիս եւ կարծես թե շարունակությունն է դառնում աստվածային արարչագործությանը։ Մեզ համար ամենանվիրական ամեն ինչը մենք մայր բառով ենք բնորոշում եւ եկեղեցու մեջ կնոջ կերպարը ամբողջանում է Սուրբ Աստվածածնի կերպարով, որ մեզ համար ամենանվիրական, ամենակարևոր եւ ամենաբարձրագույն բարեխոսն ու սուրբն է։ Մեր եկեղեցիների գլխավոր սեղանները, սուրբ սեղանները Աստվածածնի անունով են։ Եվ նաեւ պիտի ասեմ, որ թերևս աշխարհի վրա չկա այդպիսի քրիստոնյա պետություն եւ եկեղեցի, որ Աստվածածնին նվիրված ամենաշատ եկեղեցիները ունենա կամ վանքերը, որ ունենք մենք հայոց մեջ։ Ուստի հայ կնոջ կերպարը կամ հայ կինը մշտապես ոգեշնչվել է դարաշարունակ այն նվիրական կանանց օրինակներով, որ մեր պատմության եւ ընդհանրապես համաշխարհային պատմության, քրիստոնեական պատմության մեջ կան։ Այսօր շատերը փորձում են հիմնական տղամարդիկ մեղադրել կանանց, ասելով, որ առաջին մեղքը կնոջ միջոցով մտավ աշխարհ, բայց իրականությունը այլ է։ Ադամը ինքը դարձավ պատճառը, որպեսզի կինը, այսպես ասած, տուրք տա չարի խարդավանքների եւ գայթակղությանը։ Ինչևէ, ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ եւ շատ ուրախ եմ, որ այսպես բազմիմաստ եւ տարբեր ոլորտի կանայք մեզ պիտի բանախոսություն կարդան։ Բոլորս սովորելու բան ունենք կանանցից, կանայք, ես մի առիթով էլ նոր զրուցում էինք, ասացի, չերկարելով խոսքիս մեջ ասեմ, կանայք ամենահամարձակն են, ամենախիզախը, ինչքան էլ փորձեն ասել թույլ սեռը, բայց իրականությունը այլ բան է։ Կանայք կանգնած էին Քրիստոսի խաչի տակ, չվախեցան հալածանքներից, նոր մի առիթով էլ պարոն Չալաբյանին ասացի, մեր ամենամեծագույն սուրբերից, որ վաղը իր տոնը պիտի տոնենք, լուսավորիչը։ Գրիգոր Լուսավորիչը ինքը չհաջողեց սկզբում։ Բանտարկեցին, չհաջողեց, բայց Ռիփսիմյան սկույսերի նահատակությունը եւ նրանց խրոխտությունը փոխեց, հեղափոխություն արեց։ Եվ Լուսավորիչը դրա համար հենց առաջինը վիրապից դուրս գալով սրբադասեց եւ վկայարաններ կառուցեց։ Այնպես որ սիրելի կանայք, դուք հզոր ուժ եք, ինչպես մեր շատ հարգելի իմ ուսուցիչ նաեւ հոգեվորականներից մեկն էր ասում, հիմա լուսահոգի, այս շնորհքը ասում էր կինը եկեղեցու մեջ եւ ընդհանրապես հասարակության մեջ ծանր հրետանի է։ Եթե ուզում ես պատ քանդել, ուրեմն կանանց պիտի այսպես դեմ տաս, իրենք քանդելով գնալու են եւ նաեւ շինում են դրա հետ միասին։ Այնպես որ մենք պարտանում ենք, որ հայ կին ունենք եւ հայ կինը իր ուրույն դեր ունի համաշխարհային պատմության մեջ, համաշխարհային իրականության մեջ, կուզեմ, որ միշտ լինեք ուժեղ, լինեք այն առաքելությանը հավատարիմ, որ դարաշարունակ, որպես հայ կին, մեր մայրերը, մեր քույրերը, մեր կանայք պահել են։ Աստված օրհնի ամենքիդ, ես կուզեմ, որ մենք աղոթքով սկսենք, եթե դեմ չեք, եւ հայցենք, որպեսզի Սուրբ Աստվածածինը բարեխոս լինի բոլորիս համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկես թե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազորդ, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր
այլ փրկյազ մեզի չարե զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս ամեն ըս գործս ձեռած մերոց ուղիղարամ մեզ Տեր եւ ըս գործս ձեռած մերոց հաջողյա մեզ ամեն Աստված օրհնի ամենքիդ